Ղազախստանի նախագահն Աշխաբադում անցկացվող խաղաղության և վստահության միջազգային տարի 2025 համաժողովի ընթացքում հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։ Մեր կարծիքով կողմերի միջև խաղաղության վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը պատմական նշանակություն ունի։ Այն լայն հեռանկարներ է բացում տարածաշրջանում և դրանից դուրս բազմակողմանի գործակցության համար, շեշտել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա նաև կարծիք է հայտնել, որ Երևանի ու Բաքվի կողմից խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը երաշխավորի Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը։ Աշխաբադում հանդիպել են Ռուսաստանի և Իրանի նախագահները։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկկողմ հարաբերությունները դրական զարգանում են։ Անցած տարի առևտրաշրջանառությունն աճել է 13%-ով։ Աշխատում ենք մեր հիմնական խոշոր նախագծերի վրա, դրանք ներառում են Բուշեհրի ատոմակայանը և ենթակառուցվածքների զարգացումը, այդ թվում հյուսիս-հարավ երթուղին։ Քննարկում ենք գազի և էլեկտրաէներգիայի ոլորտում գործակցության հնարավորությունը։ Գյուղատնտեսության ոլորտն էլ ակտիվ է, մանրամասնել է Կրեմլի ղեկավարը։ Նա հավելել է, որ կապի մեջ են Իրանի միջուկային ծրագրի հարցով և Մոսկվան աջակցում է Իսլամական Հանրապետությանը։ Մասուդ Փեզեշքյանն էլ շնորհակալություն է հայտնել Պուտինին միջազգային ասպարեզում Իրանի քաղաքական դիրքորոշումներին աջակցելու համար։ Նա վստահեցրել է, որ Թեհրանը պատրաստ է կյանքի կոչել մինչ այժմ Մոսկվայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ինչ վերաբերում է աստարարեշտ երկաթգծի նախագծին, մենք արդեն կառուցել ենք 100 կիլոմետրը, մինչև տարեվերջ այն կավարտենք, եզրափակել է Իրանի նախագահը։ Իսրայելական ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանի հարավային շրջաններին։ Ցահալի տվյալով թիրախում է եղել Հեզբոլահի անդամների համար վարժանքների բազան։ Հաղորդագրության համաձայն շարժումը գործողություններ է նախապատրաստում Իսրայելի պաշտպանության բանակի և քաղաքացիական բնակչության դեմ։ Ցահալը խոստացել է կրկին արձագանքել Իսրայելի պետությանը սպառնացող ցանկացած վտանգ չեզոքացնելու համար։ Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ չնայած 2024 թվականի նոյեմբերին կնքված հրադադարին, մեկ տարվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 300-ից ավելի մարդ, վիրավորվել շուրջ 600-ը։ Վլադիմիր Պուտինը մարտի դաշտում իրավիճակի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել, լսել ռազմական ներկայացուցիչների զեկույցները։ Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ օրակարգում է Դոնեցկի հյուսիսային շրջանը։ Գլխավոր շտաբի պետի խոսքով ռուսական ուժերը ջանքեր են գործադրում Սումիի և Խարկովի մարզերի սահմանային շրջաններում անվտանգության գոտին ընդլայնելու ուղղությամբ։ Ըստ Վալերի Գերասիմովի, ակտիվ գործողություններ են Դոնեցկի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի մարզերում։ Կրեմլի ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ բոլոր ուղղություններով առաջընթաց կա։ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի նկատմամբ վերահսկողության հաստատման գործընթացը շարունակվում է մեր ծրագրերին համապատասխան, շեշտել է Պուտինը։ Ռուսաստանի նախագահի խոսնակն էլ անդրադարձել է ռուս-ուկրաինական կարգավորմանը։ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ խաղաղության ծրագրի վերաբերյալ նոր տեղեկություններ Վաշինգտոնից չեն ստացել։ Այժմ նրանք աշխատում են Կիևի հետ, հավելել է խոսնակը։ Դիանա Գասպարյան, լուրեր։